Երբեմն մեկ մարդու ճակատագիրը դուրս է գալիս անհատի կյանքի սահմաններից, վերածվելով մի ամբողջ ժողովրդի պատմության հայելու, որի մեջ արտացոլվում են նրա հավատքը, կրած տառապանքները, դիմադրությունն ու հույսը։ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին ծնվել է 1939 թվականին, Սուրբ Մաշհադ քաղաքում, պարզակենցաղ եւ գիտությունը սիրող ընտանիքում։ Տունը, որտեղ նա հասակ առավ, զերծ էր աշխարհիկ ճոխությունից։ Այն մի օջախ էր, որտեղ հավատքը, Ղուրանի լույսը, չափավորությունն ու գիտելիքի հանդեպ ակնածանքը դարձել էին կյանքի առանցքը։ Դեռևս պատանեկան տարիներից նա ընտրեց գիտության ուղին։ Մաշհադի, Նաջաֆի եւ Ղոմի հոգևոր ճեմարաններում ձեռնամուխ եղավ իսլամագիտության ուսումնասիրությանը, աշակերտելով մի շարք ականավոր վարդապետների։ Սակայն Խամենեիի անհատականությունը չի սահմանափակվում միայն իսլամագիտությամբ։ Նրա մտավոր եւ հոգևոր աշխարհը խորապես հանգուցված էր սեփական ժողովրդի պատմության, գրականության եւ մշակույթի հետ։ Նրա անկալմամբ կրոնը սահմանափակված չէր անձնական պաշտամունքով։ Այն մարդուն, հասարակությանն ու ապագան ձևավորող կենսական ուղի էր։ Իմամ Խոմեյնիի առաջնորդությամբ իսլամական շարժման մեկնարկից հետո Այաթոլլահ Խամենեին նույնպես մուտք գործեց պայքարի ասպարեզ։ Նրա երիտասարդության տարիներն անցան ելույթների, մշակութային եւ լուսավորչական գործունեության, ինչպես նաեւ ձերբակալությունների, բանտարկության ու աքսորի պայմաններում։ Փահլավիի իշխանության բռնաճնշումները չկարողացան լռեցնել նրան։ Նրա խոսքը ներշնչված հավատքով եւ գիտակցությամբ ժողովրդին առաջնորդում էր դեպի արթնություն, արժանապատվություն եւ անկախություն։ Պայքարի ուղին հեշտ չէր։ Նա բազմիցս ձերբակալվեց, սեփական մաշկի վրա զգաց բանտարկության դժվարությունները, զրկվեց ելույթ ունենալու եւ գործունեություն ծավալելու հնարավորությունից եւ աքսորվեց հեռավոր քաղաքներ։ Սակայն այդ ճնշումները նրան չշեղեցին իր ուղուց։ Ընդհակառակը, ել ավելի խորացրին նրա հայացքը ժողովրդի կարիքավոր շերտի եւ հասարակության իրական խնդիրների հանդեպ։ Նրա հայեցակարգում հավատքը չի դիտարկվում հասարակական պատասխանատվությունից անջատ։ Նա մշտապես ընդգծում էր անապահովների, կեղեքված եւ բռնաճնշված ժողովուրդներին պաշտպանելու կարեւորությունը։ Այս մոտեցման ամենավառ դրսևորումներից մեկը Պաղեստինի ժողովրդի պաշտպանությունն է։ Այաթոլլահ Խամենեին Պաղեստինի հարցը չէր համարում միայն քաղաքական խնդիր, այն դիտարկելով որպես արդարության, մարդկային արժանապատվության եւ մի ժողովրդի սեփական հողում ազատ ապրելու իրավունքի հարց։ Վերջին շրջանում Գազայում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները եւս մեկ անգամ ընդգծեցին նրա այս համոզմունքը։ Անպաշտպանների կողքին կանգնելը նշանակում է պաշտպանել մարդկությունը։ Մինչդեռ անարդարության առջև լռելը նշանակում է հաշտվել այն մտքի հետ, որ բռնությունը կարող է աշխարհում սովորական երևույթ դառնալ։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Այաթոլլահ Խամենեին ստանձնեց մի շարք պատասխանատու պաշտոններ։ Հեղափոխության խորհրդում անդամակցությունից մինչև Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդություն, ակտիվ դերակատարություն ունենալով երկրի ինչպես մշակութային, այդպես էլ քաղաքական եւ պաշտպանական ոլորտներում։ 1981 թվականին, երբ Իրանը կանգնած էր ահաբեկչության, ներքին անկայունության եւ պատերազմի լրջագույն մարտահրավերների առջև, նա մահափորձի ենթարկվեց, ինչի արդյունքում ծանր վնասվածքներ ստացավ։ Սակայն այս ցավալի իրադարձությունն անգամ չկարողացավ շեղել նրան ժողովրդին ծառայելու իր առաքինի ուղուց։ 1989 թվականին Իմամ Խոմեյնու վախճանից հետո փորձագետների խորհուրդը Այաթոլլահ Խամենեիին ընտրեց Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ։ Այդ ընտրությունը տեղի ունեցավ զգայուն մի ժամանակաշրջանում, երբ Իրանը պետք է հաղթահարեր պատերազմի տարիների ծանր հետևանքները եւ իր ապագայի ուղին կառուցեր կայունության, անկախության ու համախմբվածության հիմքերի վրա։ Այաթոլլահ Խամենեիի առաջնորդության տարիներին առանցքային նշանակություն ձեռք բերեցին անկախության, ինքնաբավության եւ սեփական ներուժին ապավինելու գաղափարները։ Նա հավատում էր, որ Իրանի ժողովուրդը պետք է սեփական ուժերով ընթանա առաջ, գրավելով նոր բարձունքներ գիտության, արդյունաբերության, պաշտպանության, տնտեսության, մշակույթի եւ տեխնոլոգիաների ոլորտներում եւ պահպանելով իր ինքնությունն ու կամքը ճնշումների ու սպառնալիքների պայմաններում։ Նրա համար երկրի հզորության, կայունության եւ առաջընթացի գլխավոր հենարանը ժողովուրդն էր, իսկ երիտասարդները Իրանի ապագայի ամենաթանկ հարստությունը։ Հզորությունն էլ նա դիտարկում էր ոչ թե որպես պատերազմներ հրահրելու կամ ծավալապաշտությանը ծառայող գործիք, այլև որպես ազգային անվտանգության, անկախության, հայրենիքի եւ ապագա սերունդների պահպանության համար անհրաժեշտ երաշխիք։
Այաթոլլահ Խամենեիի կերպարն ամբողջությամբ ընկալելու համար բավարար չէ անդրադառնալ միայն նրա պաշտոնական գործունեությանը։ Նրա մարդկային նկարագրի կարևոր կողմերից մեկը բացահայտվում է ժողովրդի հետ ունեցած անմիջական ու սերտ կապի մեջ, հատկապես նահատակների ընտանիքների, վիրավորների եւ բարեպաշտ մարդկանց նկատմամբ ցուցաբերած ուշադրության ու վերաբերմունքի միջոցով։ Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև նրա վերաբերմունքը Իրանի քրիստոնյաների, մասնավորապես հայ համայնքի նկատմամբ։ Նա բազմիցս հանդիպել է հայ նահատակների ընտանիքների հետ։ Դրանք պարզապես պաշտոնական կամ արարողակարգային հանդիպումներ չէին, այլ կրում էին խորապես մարդկային ուղերձ։ Հայրենիքի պաշտպանությունը, հավատարմությունը, անձնազոհությունն ու մարդկային արժանապատվությունը չեն ճանաչում կրոնական կամ ազգային սահմաններ։ Նրա ընկալմամբ իրանահայերը պարզապես կրոնական փոքրամասնություն չեն, այլ Իրանի ժողովրդի պատմության, մշակույթի եւ դիմակայության առանցքային եւ անբաժանելի մասը։ Այս մոտեցումը հոգեհարազատ է Իրանի եւ Հայաստանի երկու հինավուրց ժողովուրդներին, որոնց համար հավատքը, ընտանիքը, ինքնությունը, հայրենի հողն ու նահատակների հիշատակը համարվում են իրենց պատմական ոգու կարևորագույն բաղադրիչները։ Այս տեսանկյունից Իրանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները նրա ընկալմամբ երբեք չեն սահմանափակվել միայն քաղաքական կամ հասարակ բարեդրացիությամբ։ Դրանք երկու հինավուրց ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական խոր արմատներ ունեցող կապեր են, ժողովուրդներ, որոնց դարավոր համակեցությունը ձևավորվել է հարգանքի, մշակույթի, առևտրի, հարևանության եւ հիշողության ընդհանուր շերտերի վրա։ Թեհրանում Հայաստանի բարձրագույն պաշտոնատար անձանց հանդիպումները այաթոլլահ Խամենեիի հետ ակնհայտորեն ցույց տվեցին, որ Հայաստանը Իրանի հարևանության քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ ունի։ Իսկ երկու երկրների հարաբերությունները շարունակվում են զարգանալ փոխադարձ հարգանքի, վստահության եւ պատմական կապերի հիման վրա։ Այաթոլլահ Խամենեիի կյանքը պատմություն է մի մարդու մասին, ով Մաշհադ քաղաքի մի պարզ ու անպաճույճ տնից ելնելով իր կյանքի ճակատագիրը կապեց մի ամբողջ ժողովրդի ճակատագրի հետ։ Այսօր մեծարումս այս անհատականության անմահ հիշատակի նրա կյանքի մասին խոսելը զուտ ակնարկ չէ։ Այն առիթ է խորհրդածելու մարդու, սեփական ժողովրդի, նրա հավատքի եւ ապագայի առջև ունեցած պատասխանատվության մասին։ Իրանի համար նա խորհրդանշում է այն ճանապարհի շարունակականությունը, որն իր ակունքներում ունենալով հավատքը շարունակվում է գիտակից ջանասիրությամբ եւ հասնում անկախության, արժանապատվության ու ժողովրդին ծառայելու գաղափարին։